Սարդարապատ, Բաշապարան, Ղարաքիլիսա, վայրեր, որտեղ 106 տարի առաջ գրվեց հայ ժողովրդի հերոսական պատմության նորեջը։ Մայիսյան հաղթական ճակատամարտերը ոչ միայն կանգնեցրին թուրքական զավթիչների առաջխաղացումը, այլև դարձան հայոց անկախ պետականության վերածննդի խարիսխը։ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Սա հայ ժողովրդի դարավոր պետականակերտ մտածողության հաղթանակն էր, ազատագրական պայքարի, կամքի եւ միասնության խորհրդանիշը։ Հանրապետության ստեղծումը համընկավ աշխարհաքաղաքական ամենաբարդ ժամանակաշրջանի հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի ավերիչ հետևանքներ, հարևան ազգերի ագրեսիա եւ միաժամանակ փրկված հայրենիք։ Այսօր մայիսի 28-ին ամբողջ Հայաստանում եւ Սփյուռքում հնչում են հարգանքի եւ հպարտության խոսքեր։ Պաշտոնյաները, պատմաբանները, զինվորականներն ու սովորական քաղաքացիները մեկ անգամ եւս հիշեցնում են։ Առաջին հանրապետությունն իր սերունդներին փոխանցեց պետականության գաղափարն ու դրա պահպանման արժեքը։ Տոնական այսօրը Սարդարապատի հուշահամալիրում հայրենակիցներին շնորհավորելով հանրապետության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին նշեց. այսօր հանրապետությունն ու ժողովրդավարությունն իրողություն են, բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունն իրողություն են, պետությունն իրողություն է եւ մենք պետք է գնահատենք եւ փայփայենք այս ձեռքբերումները։ Մեր ինքնությունը մեր պետությունն է։ Մեր պետությունն է մեր ինքնությունը, որովհետեւ բոլոր այն հատկանիշներն որ պայմանավորում են մեր ինքնությունը, ձեռք են բերվել, ձևավորվել ու հաստատվել են պետականության շնորհիվ, այսինքն պետականության գոյության պայմաններում, պետական որոշումներով եւ կամ պետական աջակցությամբ։ Իրողություն թիվ 2 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս։ Հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքները իրագործված են, հայրենիքը գտնված իդեմս Հայաստանի Հանրապետության, իդեմս պետության։ 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու եւ հարատև դարձնելու պատմական հնարավորություն ունենք, ասաց վարչապետն ու հավելեց. Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ։ Իրողություն թիվ 3 Վերջին 4.5 դարվա մեր պատմությունը, պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ են հղում։ Մի կրկնեք այդ պատմությունը, մի գնացեք իմ ճանապարհով, մի կրկնեք ինձ, սա մեջբերում է վերջին 450 տարվա մեր պատմության եւ պատմական Հայաստանի ուղերձից։ Սրանք են այն ուղերձները, որ պատմությունը եւ պատմական Հայաստանը հղում են մեզ, եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրությամբ ձևավորված կառավարությունը ըմբռնել եւ իրագործում է պատմական այս ուղերձը։ Անկախ պետություն ունենալը մեր մշակույթի, լեզվի, ինքնության եւ պատմության շարունակականության կարևորագույն պայմանն է։ Այս մասին էլ հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ուղերձում, մասնավորապես նշելով. Առաջին հանրապետությունն իր օրինակով ցույց տվեց, որ նույնիսկ ամենադժվարին իրադրության մեջ հնարավոր է սեփական ուժերով հիմնել պետականություն։ Այդ արժեքներն ուղեկցեցին մեզ դեպի երրորդ հանրապետության ստեղծում, դարձնելով մայիսի 28-ը ոչ միայն պատմական հիշատակի, այլև սերունդներին միավորող խորհրդանշական օր։ Ներկայում, ինչպես եւ 107 տարի առաջ, մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ, անվտանգային, քաղաքական, սոցիալական ու բարոյահոգեբանական։ Դրանց հաղթահարման ճանապարհը անցնում է միահամուռ աշխատանքի, սթափ եւ իրատեսական մտածողության, հանրային համերաշխության եւ ժողովրդավարության արժեքներին հավատալության միջոցով։
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ տոնական իր ուղերձում ընդգծել է. մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ, այն մեր ընթացքն է դեպի ապագա, դեպի կայուն, արդար եւ ուժեղ պետություն։ Մեր սերունդն իր պատասխանատու դերակատարումն ունի կառուցելու այնպիսի երկիր, որտեղ պետությունը ծառայում է քաղաքացուն, իսկ քաղաքացին իրեն զգում է պաշտպանված։ Սա է մեր հանձնառությունը, որը վստահաբար համատեղ ջանքերով կյանքի ենք կոչելու։ Շնորհավոր Հանրապետության տոնը, ազատ անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Տոնական միջոցառումներն ուղերձները եւս մեկ անգամ ընդգծում են, որ մենք այսօր պարզապես չենք նշում պատմական տարեթիվ։ Մենք վերստին զգում եւ ընդգծում ենք անկախության շունչը, գիտակցելով, որ այն ձեռք է բերվել թանկ գնով եւ փոխանցվել մեզ որպես պատասխանատվություն։ Լուսինե Գրիգորյան, Free News ազատ լուրեր։